Ինչպես գիտենք, մեր քաղաքի մաքրությունն ու բարեկարգ տեսքը առաջին հերթին կոմունալ ծառայության աշխատակիցների ամենօրյա աշխատանքի արդյունքն է։ Անկախ եղանակային պայմաններից նրանք վառ առավոտից սկսում են իրենց աշխատանքը, հոգ տանելով, որ քաղաքի փողոցները, այգիներն ու հանրային տարածքները լինեն մաքուր, խնամված եւ հաճելի բնակիչների ու հյուրերի համար։ Այսօր դուք ականատես եղաք, համել գիտեք, տարոց տարի մեր պարկերը շատանում են քաղաքի մեջ, որպեսզի մի գեղեցիկ լինի մեր քաղաքը, տեղեկ քաղեցին գազոնները, հերայի դիմաց, պոլիցիայի դիմաց, կենտրոնական փողոցի գազոնները, կենտրոնական այգի արդեն հերթով իրենք օրեցօր այդ սա գազոնները կքաղեն։ Այդ աշխատանքները կկատարվի մաքսիմալ ձևով։ Կոմունալ ծառայության աշխատակիցներն իրականացնում են բազմազան աշխատանքներ՝ խոթնձի աշխատանք, խոդի հավաք, ծառերի սպիտակեցում, ներկում, ծառերի ջուղերի կտրում, տերևների եւ աղբի հավաք, տարածքների մաքրում եւ բազմաթիվ այլ բարեկարգման աշխատանքներ։ Նրանց հետևողական աշխատանքի շնորհիվ քաղաքը ձեռք է բերում կոկիկ եւ բարեկեցիկ տեսք։ Ես շատ շնորհակալ եմ իմ начальնիկուց, իմ ընկերներից։ Քաղաք մաքրիկ։ Բազարի կողմից չի մասի տանիցիղ։ Նախկինում քաղաքի մաքրության պահպանման գործում կարևոր դեր ուներ նաև սոցիալական փաթեթ ծրագիրը, որի շրջանակում աշխատում էին սոցիալապես անապահով ընտանիքների ներկայացուցիչներ։ Նրանք ևս իրենց ներդրումն էին ունենում քաղաքի մաքրության եւ բարեկարգման գործում։ Սակայն ծրագրի դադարեցումից հետո այդ աշխատանքների հիմնական պատասխանատվությունը ամբողջությամբ անցավ կոմունալ ծառայության աշխատակիցներին։ Ինչպես գիտեք, միշտ մեր կոմունալի աշխատակիցները բոլորը աշխատին առավոտվանից մինչև իրիկում մաքրեն մեր քաղաքը։ Փառք Աստծո մեր քաղաքը գտնվի լավ վիճակում, այսինքն մաքուր վիճակում, մաքուր է։ Այսօր տեղեկ քաղենք այնտեղ Գերքորի խանթի դեմը, որ մաքուր ալի գազոնները մաքրեն, որ մաքուր ալի։ Ամեն օրվա գործերն է եւ այս աշխատանքը մի շարունակվի է։ Այսօր քաղաքի մաքրությունն ու գեղեցկությունը պահպանվում է հենց նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ։ Թեև աշխատանքը հեշտ չէ եւ պահանջում է մեծ պատասխանատվություն, կոմունալ ծառայության աշխատակիցները շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները, ստեղծելով ավելի մաքուր, գեղեցիկ եւ հարմարավետ միջավայր բոլորիս համար։